Այսօր կփորձեմ հնարավորինս հակիրճ լինեմ, բայց այն նյութը, որի մասին պիտի խոսեմ, բավականին կարևոր է, որովհետև մեր կյանքի մեջ մենք նայում ենք, որ մի անձ կա, որ այնքան շատ է մերժում ու այնքան քիչ ենք իրան ուշադրություն դարձնում ու իրան պատիվ տալիս, բայց այնքան կարևորված Աստծու կողմից այդ անձը մեր կյանքերի մեջ, որ Աստված մեզ որբ չթողեց։ Այսօր ուզում եմ խոսեմ ինչու է ինձ անհրաժեշտ Սուրբ Հոգին նյութի շուրջ։ Ինչու է ինձ անհրաժեշտ Սուրբ Հոգին։ Մենք Սուրբ Հոգու մասին գուցե երբ որ ասում են Սուրբ Հոգի, առաջի բանը որ մտածում ենք դա օտար լեզուներն է Սուրբ Հոգին ու գուցե էլի մի երկու տեսարան հիշենք, որ ասենք աղավնու կերպարանքով իջավ Տեր Հիսուսի վրա, երբ որ ջրով մկրտվեց ու հետո էլի մի երկու բան ու ոնց որ թե բան չգիտենք Սուրբ Հոգու մասին։ Բայց ինչու է ինձ անհրաժեշտ Սուրբ Հոգին։ Մենք նախորդ Կիրակի տոնեցինք Պենտեկոստեի տոնը, Սուրբ Հոգով լցվելու տոնը, բերքի տոնը, որ հրեաները տոնում էին այս տոնակատարությունը որպես բերքի տոն եւ Աստված նախասահմանել էր այս 3 տոներից մեկը, որ պիտի տոնվեր Իսրայելի մեջ եւ հետո տեսնում ենք, որ հանկարծ քրիստոնյաների համար սա մի տոն եղավ, որտեղ Սուրբ Հոգին որպես պտղաբերություն ապահովող մեր կյանքերի մեջ, որպես Աստծո արդյունքը մեր կյանքերի մեջ ապահովողը եկավ քրիստոնյաների կյանքի մեջ։ Բայց արդյոք այդ Սուրբ Հոգին որպես անձնավորություն կարևորված է։ Մենք իր հետ որպես անձի վերաբերվում ենք, թե ինքը ընդամենը մեկն է, որ երբ որ աղոթքի ժամանակ հանկարծ ուզում ենք օտար լեզունով աղոթենք, սկսում ենք օտար լեզունով աղոթել ու մտածում ենք, որ Սուրբ Հոգին սա է։ Սուրբ Հոգին անձնավորություն է եւ որ կարևորված է մեր կյանքերի մեջ։ Երբ որ տեսնում ենք սերնդաբանության մեջ, երբ որ հանկարծ սկսեցին սերունդները զարգանալ, երբ որ սկսեցին առաջին սերունդները երկրի վրա լինել, սրանից առաջ տեղի ունեցել մեղանչումը եւ մեղսագործությունը, անկումը մարդկության։ Հանկարծ ծննդոց 6-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք 3-րդ համարի մեջ, որ Աստված ասում է. այլևս իմ հոգին մարդու վրա չմնա, որովհետեւ մարդը մարմին է։ Պատճառը, որ մարդու վրա պիտի չմնար Աստծո հոգին, նա էր, որ մարդը մարմին էր։ Ինչ էր տեղի ունեցել Աստված, երբ որ մարդուն արարեց, կենթանի հոգի եղավ, բայց երբ որ մարդը որոշեց, որ մարմնով առաջնորդվի, մարմինը լինի իր մղիչ ուժը, իր առաջնորդողը, իր ցանկությունների կենտրոնը եւ իր կյանքի ղեկավարման կենտրոնը, այլևս Աստծո հոգին անընդունակ դարձավ մարդու վրա իջնելու, որովհետեւ անհամատեղելի էր Աստծո հոգու եւ մարմնի գոյակցությունը, երբ որ մարմինը պիտի լիներ այն օբյեկտը, որը պիտի ղեկավարեր մարդու կյանքը, Աստծո հոգին չէր կարող մարդու կյանքի մեջ իր տեղն ունենալ։ Ինչու, որովհետև այն պլատֆորմը, որի վրա պիտի իջնի Սուրբ Հոգին, այն հենման կետը, որի վրա պիտի հենվեր Սուրբ Հոգին, դա աստվածային բնույթն էր, բայց մեղանչման ժամանակ մահ տեղի ունեցավ, որովհետև Աստված ասեց, այն օրը որ կուտես, այդ պտղից մահով կմեռնես։ Առաջի հացքից որևէ տենց երևացող բան տեղի չունեցավ, որովհետև ոնց ապրում էին, այդ ոնց որ թե շարունակեցին ապրել, բայց մահ տեղի ունեցավ։ Եվ Աստծո հոգին այլևս չէր կարող մարդու կյանքի վրա էջք կատարել։ Եվ պատմության ընթացքում տեսնում ենք, որ Աստված ժամանակ առ ժամանակ ինչ որ կերպ մարդկանց կյանքերի վրա իր Սուրբ Հոգին ուղարկում էր եւ այս մարդիկ օգտագործում էին Աստծո կողմից, որպես հանգրվան Սուրբ Հոգին չէր հանգրվանում մարդկանց կյանքերի մեջ, որովհետեւ այդ հենման կետը չկար, բայց ժամանակ առ ժամանակ գալիս էր Աստված։ Օրինակ պատմության ընթացքում տեսնում ենք, որ առաջի մարդը, որ իջավ Սուրբ Հոգին, դա Բեսելիելն էր, որ Աստված օծեց նրան Սուրբ Հոգով, որպեսզի կարողանա տաճարի խորանի պատրաստության համար արհեստագործական գործեր անի։ Հետո տեսնում ենք, որ դատավորների կյանքի մեջ էր Սուրբ Հոգին գալիս, գրված է, որ Սուրբ Հոգին իջնում էր հանկարծ Սամսոնի վրա եւ նա զորություն էր առնում, գրված է, որ տարբեր առիթներով Սավուղի վրա իջավ Աստծո Հոգին, սկսեց մարգարեանալ, ու այս ձև դեպքերում Սուրբ Հոգին գալիս էր մարդկանց կյանքի վրա, ինչ որ կարճ ժամանակով եւ ազդեցություն էր ունենում։
երբ որ Եսայի մարգարեության 11-րդ գլխի մեջ երկրորդ համարում մարգարեություն կար, այս մարգարեությունն այսպես էր. եւ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Այսով էր այս անձը, որի վրա հանկարծ պիտի հանգրվաներ Սուրբ հոգին։ Եթե մինչև այդ որևէ մեկի վրա չէր հանգրվանել, հանկարծ մարգարեություն կար, որ մեկը կլինի, որ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, հանգիստ կգտնի Տիրոջ հոգին։ Եթե մինչև այդ որևէ մեկը չկար, որտեղ կարար Աստծո հոգին իրան լավ զգար այս մարդու կյանքի մեջ, որովհետև մարմնի գոյությունը կար, մարմնի գոյակցությունը կար, հանկարծ մեկի մասին խոսում է, որ նրա կյանքի մեջ կհանգչի Աստծո հոգին։ Եվ այս մեկը Տեր Հիսուսն էր, որի մասին մարգարեություն կար։ Եվ Տեր Հիսուսը այն անձն էր, որ հանկարծ Սուրբ հոգին հանգչեց իր վրա։ Մարգարեությունների մեջ մենք տեսնում ենք, որ Աստված նոր կտականի մեր ժամանակների մարդկանց համար մարգարեություն է տալիս։ Եթե մարդկությունը, որ ապականված էր սրտով, որ մարդկության մեջ քարեղեն սիրտ կար, եւ այս քարեղեն սիրտը չէր կարողանում Աստծո առաջ խոնարհվել եւ Աստծո համար ընդունելու ունակ լիներ, Եզայիել մարգարեության մեջ 36-ի 25-27 խոսքերում այսպես է ասում. եւ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք ձեր բոլոր պղծություններից եւ ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք։ Սա փառավոր մարգարեություն է, որ Եզեկիելը մարգարեանում է, որ ժամանակ պիտի գա, որ մարդն անընդունակ է իր կյանքը խոնարհացնելու Աստծուն, որ մարդն անընդունակ է Աստծո պատվիրաններով ապրելու, հանկարծ ժամանակ պիտի գա, որ մարդն ընդունակ պիտի լինի Աստծո կամքով ապրելու։ Եթե ժամանակ կար, որ մարդը տեսնում էր, որ իր մեջ մեղքի օրենքը կա, որ այս մեղքի օրենքն իրան ստիպում անի եւ ելք չկա, լուծում չկա, հաղթության տարբերակ չկա, հանկարծ Աստված ասում է, ձեր միջում նոր սիրտ պիտի դնեմ եւ իմ օրենքները պիտի պահեք։ Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջում եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանք կատարեք։ Այլևս Աստծո հոգին գրավականն էր, որ Աստծո հոգին պիտի առաջնորդեր, Աստծո հոգին պիտի զորացներ, Աստծո հոգին պիտի Աստծո պատվիրանները պահելու կարողություն տար մարդկանց։ Եվ շատ ավելի առաջ են գնում, տեսնում ենք, որ Հովելը մարգարեանում էր եւ ասում էր, որ իմ հոգին պիտի թափեմ ում վրա, ամեն մարմնի վրա։ Եվ սա բացառություն չէր, եթե մենք 5 տականում տեսնում ենք, որ եզակի մարդիկ կային, որոնց վրա Աստծո հոգին իջնում էր ու մի կարճ ժամանակով զորություն, օծություն էր տալիս ինչ որ բան անելու, հանկարծ տեսնում ենք, որ Աստված ասում է, եւ սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պետքա մարգարեանաք, պիտի տեսիքներ տեսնեք, պետքա զորությունով վարվեք, պետքա Աստծո հոգու էջքը կրեք ձեր կյանքերի մեջ, ամեն մարմնի վրա պիտի թափեմ։ Եվ եթե դու մտածում ես, որ քո ամբողջ կյանքի ընթացքում դու ոնց որ թե ավելորդ մեկն ես եղել, ասենք քեզ հատուկ բանի տեղ չեն դրել, դու գուցե ընտանիքում ես մերժված եղել, գուցե հասարակության կողմից ես մերժված եղել, Աստված ասում է, ես ամեն մարմնի վրա պիտի թափեմ։ Դու իմ ուշադրության կենտրոնում ես եւ դու բացառություն չես, եւ եթե դու մտածում ես, որ դու քո քրիստոնեական կյանքի ընթացքում ոնց որ թե տենց չես հաջողվել, որովհետև ինչ որ մեղքեր են եղել, որ քեզ կապած են եղել, Աստված ասում է, դա մատչելի է, դա հնարավոր է քո համար, դա հասանելի է քեզ, որ դու կարողանաս իմ հոգու էջքը ունենաս քո կյանքի մեջ եւ դու հոգու ազդեցությունը կրելով քո կյանքի մեջ օծությունով վարվես եւ օծությունով ապրես։ Շատ ավելի առաջ ենք գնում ու տեսնում ենք, որ Տեր Հիսուսը Հովհաննես Ավետարանի 14-րդ գլուխ 17-րդ համարի մեջ ասում է, որ Սուրբ Հոգին, ճշմարտության Հոգին, որ աշխարհը չի կարող ընդունել, ինչի, որտեղ նա մարմին է, աշխարհը չի կարող ընդունել, ոչ էլ տեսնում է նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ ձեզ մոտ է մնում եւ ձեզ
հետ կլինի, ձեր մեջ կլինի, արևմտահայերեն թարգմանությունն ասում է ձեր մեջ կլինի, ձեզանում կլինի, եւ հանկարծ Տեր Հիսուսը ասում է, որ Սուրբ Հոգին, որին այս աշխարհը անընդունակ է ընդունելու, դուք կընդունեք, նա ձեր հետ կլինի, ձեր մեջ կլինի, դուք կկարողանաք Աստծո Հոգին կրեք ձեր ներսում, մեր հետ լինի եւ մեզանում լինի Աստծո Հոգին։ Եվ Հռոմեացի 8-րդ գլուխ 14-րդ խոսքը նկարագրություն է տալիս Աստծո որդիների, որտեղ նրանք, որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիքն են։ Որն է նկարագիրը Աստծո որդիների։ Աստծո որդիների նկարագիրը սա է, որ նրանք առաջնորդվում են Սուրբ Հոգով։ Եթե իմ կյանքի մեջ իմ ղեկավարման օբյեկտը իմ մարմինն էր, այսինքն ես մարմնի եւ մտքի կամքն էի կատարում, ինչու, որովհետեւ ես այս ձև էի սովորել, ես մանկուց սովորել էի, որ իմ կյանքի մեջ պիտի մարմինը ինձ թելադրի, որ մարմինը եւ միտքն են ղեկավարում իմ կյանքը։ Ես հանկարծ ես այս մասին խոսել եմ, դրա համար չեմ ուզում շատ կենտրոնանամ այս գաղափարի վրա, որովհետև մենք մանկուց սովորել ենք մարմնի եւ մտքի առաջնորդությունով ապրել։ Ինչն է որոշել մեր կյանքի մեջ մեր գործողությունները, մեր վարքը, մեր նպատակների ջանքը, մեր մարմինը եւ մեր միտքն են որոշել։ Բայց հիմա այլևս Աստծո Հոգին, երբ որ գալիս է մարդու կյանքի մեջ, մարդը այլևս մարմնավոր չի, այլ հոգևոր է, որովհետև Աստծո Հոգով է առաջնորդվում։ Եվ մենք, երբ որ քրիստոնյա ենք դառնում, սկսում ենք սովորել Սուրբ Հոգով առաջնորդվել, սկսում ենք հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչ է ուզում ու սկսում ենք Սուրբ Հոգու կամքը կատարել եւ ոչ թե մարմնի եւ մտքի կամքը կատարել։ Եվ այլևս կոչվում ենք հոգևոր եւ ոչ թե մարմնավոր։ Եվ այս համարը Հռոմեացի 14-ը մեզ նկարագրում է, որ Աստծո որդիների նկարագիրը սա է, որ նրանք առաջնորդվում են Սուրբ Հոգով, նրանք վարվում են Սուրբ Հոգով։ Եվ եթե ուզենք մի ցանկ ներկայացնենք, ցանկ բացահայտենք մեզ համար Սուրբ գրքից, թե որն է Սուրբ Հոգու գործառույթը մեր կյանքի մեջ, մենք խոսում ենք անձի մասին, որն եկել է մեր կյանքերի մեջ, որն եկել է մեր կյանքերի մեջ մեզ զորակցելու եւ ուզում եմ բացահայտենք Սուրբ գրքի ճշմարտության լույսի ներքո, թե ինչ է անում Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ։ Եվ Հովհաննես Ավետարան 3-րդ գլուխ 5-8 համարների մեջ Տեր Հիսուսը, երբ որ խոսում էր Նիկոդեմոսի հետ, Տեր Հիսուսն ասում էր. եթե հոգուց ու ջրից չծնվես, դու չես կարող երկինք մտնել։ Եթե Սուրբ Հոգուց ծնունդը տեղի չի ունենում, մարդը չի կարող երկինք մտնել։ Հետևաբար բացահայտում ենք, որ վերստին ծնունդը, որ կատարվում է որևէ քրիստոնյայի կյանքի մեջ, սա տեղի ունենում Սուրբ Հոգու բացառիկ ազդեցությունով, գերբնական ազդեցությունով։ Մենք մտածում ենք, որ մարդը, որ Ավետարանի մասին տեղյակ չէր, Ավետարանը հանկարծ լսեց, այս մարդը Ավետարանն ընդունեց ու ոնց որ թե ընդունեց, դե հա հավանություն տվեց ու գալիս է եկեղեցի, բայց վերստին ծնունդը սա գերբնական իրադարձություն է երկրի վրա եւ որևէ մարդ չի կարող որևէ մարդու վերստին ծնել։ Սա մեր գործառույթներից դուրս մի բան է, սա բացարձակ վերապահված է Սուրբ Հոգին, որ Սուրբ Հոգին է կարող վերստին ծնունդ պարգևել։ Եվ սա է պատճառը, որ մենք աղոթում ենք որևէ մեկի համար, որ վերստին ծնվի։ Մենք բարեխոսություն ենք բարձրացնում Աստծուն, ասում ենք, այս ինչ մեկին, այս հարազատին կամ մեկին կամ մյուսին վերստին ծնունդ պարգևի։ Մենք լսեցինք, որ մենք պատրաստվում ենք մանուկների ճամբար ունենալ, որտեղ նոր մանուկներ կգան, Ավետարանի մասին կլսենք, բայց մեր ակնկալիքը սա է եւ մեր աղոթքները եկեղեցին պիտի աղոթի այս իրադարձության համար, որ Սուրբ Հոգու հատուկ ազդեցության ներքո մանուկները վերստին ծնունդ ապրեն, որովհետեւ սա գերբնական իրադարձություն է եւ Սուրբ Հոգին գերբնականորեն ազդում է մարդկանց կյանքերի մեջ, մենք չգիտենք այս ոնց է տեղի ունենում, բայց Աստծո խոսքի սերմի եւ Սուրբ Հոգու գերբնական ազդեցության ներքո մարդու կյանքի մեջ վերստին ծնունդ է տեղի ունենում։ Հաջորդ բանը, որ Սուրբ Հոգին կատարում է մեր կյանքերի մեջ, Սուրբ Հոգին մեզ օգնում է երկրպագել Աստծուն։ Հովհաննես Ավետանի 16-րդ գլուխ 14-րդ համարի մեջ կարդում ենք այսպես. Եվ նա ինձ կփառավորի, որտեղ իմից կառնի եւ կպատմի ձեզ։ Սուրբ Հոգին անձն է, որը փառավորում է Հիսուս Քրիստոսին մեր կյանքերի մեջ։ Այս նույն
բանի շուրջ մենք կարդում ենք նաև 4 գլուխ 24-րդ համարի մեջ, երբ որ Տեր Հիսուսը խոսում էր Սամարացի կնոջ հետ եւ ասում էր Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն նրան։ Հանկարծ բացահայտում ենք, որ Սուրբ Հոգին են անձն է, որի ձեռքով մատուցվում են մեր երկրպագություններն Աստծուն, որը զորացնում է մեզ Աստծուն երկրպագելու։ Մենք երկրպագությունը դա տեխնիկական կողմ չի, դա երկի ժամանակ Աստծուն փառք ասելը չի։ Երկրպագությունը շատ ավելին է, երկրպագությունը դա հոգևոր իրադարձություն է, դա հոգու ոլորտում կատարվող մի բան է։ Եվ երբ որ հանկարծ որևէ մարդ սկսում է Աստծուն երկրպագել, ինքը հոգին է խոնարհվում Աստծուն երկրպագելու, հոգու եւ հոգու մեջ կարա հաղորդություն տեղի ունենա, եւ երբ որ մեր հոգին Աստծուն մոտենում է եւ մենք հոգով ենք մոտենում Աստծուն երկրպագելու, այդ ժամանակ կարա երկրպագություն կատարվի, բայց մարդը որ երգում է հոգևոր երգ, դեռևս չի երկրպագում, այ երբ որ քո սիրտը կգնա, կխոնարհվի Աստծու առաջ ու քո սիրտը կմոտենա Աստծուն, հոգով կմոտենանք Աստծուն, այդ ժամանակ կկատարվի երկրպագություն եւ Տեր Հիսուսն ասում էր, որ Սուրբ Հոգին երբ որ կգա, ինքը կփառավորի ինձ։ Սուրբ Հոգու ազդեցության ներքո է, որ մենք փառավորում ենք Աստծուն։ Հաջորդ գործառույթը, որ Սուրբ Հոգին ունենում է մեր կյանքերի մեջ, Հովհաննես Ավետարանի 16-րդ գլուխ 13-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ երբ որ ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության, որտեղ իր անձից չի խոսի, այդ ինչ որ կլսի, կխոսի եւ գալու բաները ձեզ կպատմի։ Մենք մեր մասին մտածում ենք, որ մենք ընդունակ ենք ճիշտ որոշումներ կայացնելու։ Ինչի, որովհետև մեր փորձառության մեջ մենք տեսնում ենք, որ այ ես այս որոշումը կայացրեցի, ես այս ձև արեցի, որոշեցի այս մարդու հետ շփվեմ, ինչի որովհետև իմ մեջի այդ ճիշտ ու սխալը որոշելու օրգանը որ կա, այդ գալիս է Եդեմի պարտեզից։ Մենք բարի եւ չարի գիտության ծառը ունեցանք, մենք ընտրեցինք բարի եւ չարի գիտության ծառը, ինչ է նշանակում բարի եւ չարի գիտություն, երբ որ դու ճիշտ ու սխալը կարող ես որոշես։ Մենք արդեն ունակ ենք ճիշտ ու սխալը որոշելու։ Մենք արդեն ունակ ենք բարի եւ չարը զանազանելու, ու երբ որ մենք այս ունակությունը սկսում ենք օգտագործել, մենք մտածում ենք, որ ամեն մարդ իր ճիշտը ունի։ Մենք կարող է այնտեղ գաղափար կա, չէ, որ ասում են ճիշտը մի հատ է, մարդիկ էլ կա, ասում են չէ, ամեն մարդ իր ճիշտն ունի։ Ամեն մարդ իր տեսակետից ճիշտ է, ու մենք մտածում ենք, որ մենք որ այս որոշումը կայացրեցինք, այս բանը ուզեցինք անենք, մենք ճիշտ որոշում կայացրեցինք։ Ու ամեն մարդ իր աչքին ճիշտ է երևում, ասում է առակած գիրքը։ Ու հանկարծ, երբ որ մենք շատ խորը նայում ենք մարդու էությանը, մենք տեսնում ենք, որ մարդու էությունը ընդունակ չի ճշմարտությունը ճանաչելու, մարդը անընդունակ է ճշմարտության, մարդը միշտ հակված է սխալվելու, մարդը միշտ հակված է, որպեսի գնա մեղքին, ինքը մոլորվի, ինքը թեքվի, շեղվի իր ճանապարհից։ Երբ որ հանկարծ Աստծուն մոտենում ես, Աստծո լույսի ներքո նայում ես, ասում ես, ես սխալ եմ ապրել։ Ես մեղավոր կյանքով եմ ապրել, ես սխալ ուղղությամբ եմ գնացել, ես դեպի դժոխք եմ գնացել, ես դեպի աշխարհն եմ գնացել։ Ինչի, որովհետև իմ էությունը անընդունակ է ճշմարտության հետ մեկացում ունենալու, բայց հանկարծ Տեր Հիսուսն ասում է ճշմարտության Հոգին կգա եւ ինքը ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության։ Ավագ եղբայրներից մեկը ասում է, այս ձև միտք ունի, որ շատերը այս միտքը հիշում են, ասում է, եթե անգամ ես հայտնվեմ երկնքի դարպասների մոտ եւ ինձ մնա ընդամենը մի քայլ, որ ես պիտի անեմ ու հայտնվեմ երկնքի թագավորության մեջ, ու եթե հանկարծ այդ պահին Աստված իմ ձեռքը թողնի, ես չեմ կարող այդ մի քայլն անգամ անեմ, ես ընդունակ չեմ ճշմարտության ուղղությամբ գնալու, ես ընդունակ չեմ ճիշտ որոշումներ կայացնելու, որովհետև մարմինը շեղում ունի Աստծո ճշմարտությունից եւ հանկարծ տեսնում ենք, որ Տեր Հիսուսն ասում է ճշմարտության Հոգին կգա։ Նրա նկարագրությունն է ճշմարտության Հոգի։ Նրա նկարագիրը ինքը ճշմարտության Հոգին է եւ ամեն ճշմարտության մեզ կառաջնորդի։ Եվ հետո հաջորդ բանը, որ ասում է, նա ձեզ գալու բաները կպատմի։ Բաներ կա, որ մեր կյանքի մեջ
Սուրբ Հոգին մեզ զսպում է։ Մենք մտածում ենք, որ այս ինչ բանն անենք, այս ինչ տեղը գնանք, այս ինչ քաղաքը գնանք, ու հետո տեսնում ես, որ Սուրբ Հոգին զսպում է քեզ, որ այդ բանը չանես։ Հետո անցնում են ամիսներ ու տարիներ, հետո հասկանում ես, հա, փաստորեն Սուրբ Հոգին ինձ սրա համար ինձ պահեց, որ ես այս բանի մեջ չգնամ, որովհետև ինքը ճշմարտության հոգին է։ Ես մտածում եմ իմ կարծեցած ճիշտը, բայց Սուրբ Հոգին ինձ թելադրում է իր ճիշտը, եւ Տեր Հիսուսն ասում էր, ինքը ձեզ գալու բաները կպատմի։ Բաներ կա, որ իրադարձություններ կա, որ կկատարվեն, եւ ճշմարտության հոգին արժե որ մեր վստահությունը ունենա եւ մենք վստահենք նրան մեր կյանքի մեջ, մեր իրականության մեջ, մեր որոշումների մեջ։ Հաջորդ բանը, որ Տեր Հիսուսը խոսում էր 16-րդ գլխի նորից Հովհաննես ավետարանի 7-րդ համարի մեջ, Տեր Հիսուսը Սուրբ Հոգուն կոչում էր որպես մխիթարիչ։ Եվ Տեր Հիսուսն ասում էր. բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որտեվ եթե չգնամ, մխիթարիչը չի գալ ձեր մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Քանիսներս ենք մտածել ու ասել ենք, ինչքան լավ կեղներ, որ Տեր Հիսուսը երկրի վրա եղներ, սաղս կգնայինք իր մոտ, իր բերանից կլսեինք, ինքը կսովորացներ մեզ, ինքը հրաշքներ կաներ, եթե որևէ բանի կարիք ունենայինք, ինքը լուծում կբերեր մեր կյանքերի մեջ։ Հրեաներն էլ պատկերացնում էին, որ Մեսիան, երբ որ կգա երկրի վրա կթագավորի, Աստծո Մեսիան, Աստծո օծվածը կթագավորի երկրի վրա, բայց Տեր Հիսուսն ասում էր, լավ է, որ ես գնամ։ Ձեր համար լավ է, որ ես գնամ։ Ոչ թե ընդհանրապես լավ է, այլ հատկապես ձեզ համար լավ է, որ ես գնամ, որտեվ երբ որ ես գնամ, մխիթարիչը կուղարկեմ ձեր կյանքերի մեջ։ Ինչքան իրավիճակներ կան, որ մեր կյանքի մեջ մենք խորը տեղերով ենք գնում։ Մենք անգամ մեղքի մեջ ընկած ժամանակ դու տեսնում ես ոնց է Սուրբ Հոգին գալիս ու սատանան էլ այդ նույն պահին գալիս է։ Սատանան նախատում է, որ դու մեղքի մեջ ես ընկել, մատը դնում է այդ վերքիդ վրա, ասում է դու ես ինչ մեկն ես, դու ես ցածր, նվաստ մեկն ես, դու արժան չես անգամ Աստծո ներկայության մեջ գնալու, նպատակը նա որ մեզ հետ պահի Աստծուց, բայց Սուրբ Հոգին երբ որ գալիս է, Սուրբ Հոգին ընքան մեղմ յուղ է դնում այդ վերքիդ վրա, որ ինքը սովորացնում ասում է հաջորդ անգամ ես ձև կանես, որ այս բանը չստացվի։ Քո արժանապատվությունը, այդ քո արժանիքը չի նսեմացնում։ Ինքը Սուրբ Հոգին երբ որ գալիս է, մեզ վերականգնում է Աստծո հոգու մեջ, Աստծո կոչման մեջ, մեզ վերականգնում է Աստծո աչքերին ու մեզ այդ անարգ կարգավիճակը չի տալիս, այլ անընդհատ բարձրացնում է մեզ եւ մխիթարում է մեզ մեր կոտրված ժամանակ, մեր վերքոտված ժամանակ։ Սուրբ Հոգին մեր մխիթարությունն է, մեր սփոփանքն է, մեր շինությունը եւ նորոգությունն է մեր։ Ես դեռ մեծ ցուցակ ունեմ Սուրբ Հոգու գործառույթների մասին, դրա համար քաջալերում եմ, որ եթե թթվածնի պակաս կա, լուսամուտ բացեք, որ հանկարծ թթվածնի պակասից քուններս չտանի։ Մենք մտածում ենք, որ Սուրբ Հոգին քիչ գործ ունի մեր կյանքի մեջ, բայց շատ գործ ունի Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ։ Նույն Հովհաննես ավետանի 16-րդ գլուխ 8-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգին մեկն է, ով հանդիմանում է։ Ես քիչ առաջ խոսեցի հանդիմանության նախատինքի մասին, որ սատանան նախատում է մեզ, բայց նախատինքի եւ հանդիմանության տարբերությունը նա է, որ երբ որ նախատինք կա, նաեւ անարգություն, նվաստություն եւ անպատվություն կա։ Սատանան փորձում է նախատի մեզ, որ մեզ ցածրացնի, բայց երբ որ Սուրբ Հոգին հանդիմանում է մեզ, Սուրբ Հոգին ճշմարտության լույսի ներքո է բերում մեր կյանքի մեջ այն ինչ որ կատարվել է։ Եվ հանդիմանության ու նախատինքի տարբերությունը սա, որ երբ որ մեկին գնում ես օրինակի համար ուզում ես հանդիմանես կամ նախատես, դու ասում ես դու ես ձևին ես։ Ասենք դու գող ես։ Եվ այս մարդուն անարգում ես, այս մարդուն ցածրացնում ես, ասում ես դու ես ձևին ես, բայց հանդիմանության դեպքում դու ասում ես այս երևույթը գողություն է։ Դու ոչ թե այդ անձին ես ցածրացնում, դու երևույթն ես բացահայտում, դու ճշմարտության լույսի մեջ ես բերում եւ Սուրբ Հոգին են անձնա, ով մեր կյանքի մեջ մենք բաներ կանում ենք, չենք հասկանում, որ այդ բանը սխալ էր։ Հետո Սուրբ Հոգին գալիս ասում է, այս բանը այդ ձև չի կարելի անել, որտեղ դա սխալ է, դու դեմինին վիրավորվում ես այդ բանով։ Ու եթե մենք մեր սիրտն ու ականջը տալիս ենք լսելու Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին մեզ կարա առաջնորդի ամեն ճշմարտության։
Տեր Հիսուսը նույն Հովանես Ավետանի 16-րդ գլխի մեջ 14-րդ համարում ասում է, որ Սուրբ Հոգին սա կանի ձեր կյանքի մեջ, երբ որ նա կգա իմիններից կառնի եւ կպատմի ձեզ։ Եթե 5 տականի մեջ քահանաները մարդիկ էին, ովքեր միջնորդություն էին անում Աստծո եւ մարդկանց միջև, հանկարծ Տեր Հիսուսն ասում էր, որ այդ միջնորդի դերը վերապահված է Սուրբ Հոգուն։ Եվ Սուրբ Հոգին է, որ Աստծուց բաներ կվերցնի ու ձեզ կտա։ Ինչի կարիք ունենք, որ Աստծուց վերցնենք։ Մի հատ մտածի ինչի կարիք ունես, որ Աստված էս բանն անի քո կյանքի մեջ։ Մտածեցիր։ Հուսով եմ մի բան չմտածեցիր, մի քանի բան մտածեցիր։ Եվ այն ինչի կարիքը դու ունես, Սուրբ Հոգին են անձնա, ով Աստծուց կվերցնի ու կմատակարարի քեզ։ Դրա համար քաջալերում եմ քեզ, որ վստահես Սուրբ Հոգուն։ Եթե բժշկության կարիք ունես, վստահի Սուրբ Հոգուն։ Եթե կյանքիդ մեջ իրավիճակ կա, խնդիրներ կա, այդ խնդրի լուծման կարիքը կա, վստահի Սուրբ Հոգուն։ Եթե քո կյանքի մեջ Աստծուց մի բառ լսելու կարիք ունես, Սուրբ Հոգին նորից են անձնա, ով Աստծուց կվերցնի, քեզ կպատմի այն ինչ որ դու կարիք ունես։ Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ հավատարիմ եւ ճշմարիտ միջնորդ է, որ կարող է Աստծուց վերցնել եւ մատակարարել մեզ Աստծո ուզած բաները։ Եվ դրա համար արժե որ վստահենք Սուրբ Հոգուն եւ մեր ուշք ու միտքը դնենք իր վրա, որտեղ Տեր Հիսուսն էլ ասում էր, որ լավ է որ ես գնամ, որտեղ ինքը երբ որ կգա, ձեր համար լավ կեղնի։ Հովանես Ավետարան 8-րդ գլուխ 13-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ կներեք Հռոմեացիս 8-րդ գլուխ 13-րդ համարը։ Մենք կարդում ենք, որ հոգով սպանում ենք մարմնի գործերը, որովհետև եթե մարմնավորապես ապրենք, կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք։ Հանկարծ տենում ենք, որ փաստորեն այդ ճիշտ է, ես պետք է անեմ, բայց ես իմ ուժով չի, որ պետք է անեմ, որ մարմնի հետ պետք է պայքարի մեջ մտնեմ։ Ինչի, որովհետև մենք շատ ժամանակ պայքարի մեջ ենք մտնում մեր կյանքի մեջ եղող մարմնավորության դեմ եւ փորձում ենք մարմինը եւ մարմնի գործերը ճնշենք, սպանենք մեր ուժով ու տենում ենք, որ մեր մոտ բան չի ստացվում։ Դու փորձում ես, որ մեղքին հաղթես մեղքին ու մարմնավորությունը սպանես քո մեջ, հաղթես քո մեջ ու տենում ես, որ մոտդ բան չի ստացվում։ Հետո հասկանում ես, որ այս ոչ թե քո կարողությունով պիտի անես, այս Աստծո հոգու կարողությունով պետք է անես։ Պողոս առաքյալն ասում է, որ ես ջանք եմ անում իր ներգործության համեմատ, Կողոսացիս թղթի մեջ այս մասին խոսում Պողոս առաքյալը։ Ես ու հետո հասկանում ես, փաստորեն այդ որ ջանք պետք է անես, այդ հասկացանք, որ ջանք պետք է անես։ Բա ինչքան ջանք պետք է անես, ասում է, իր ներգործության համեմատ ջանք եմ անում։ Փաստորեն հասկանում ենք, որ Աստված ինչքան որ ներգործում է իմ մեջ, այդքան ջանք եմ անում։ Երբ որ տեսնում եմ, որ Սուրբ Հոգին իմ մեջ ներգործությունը դադարացրել է, ջանք չեմ անում։ Բայց երբ որ տեսնում եմ, որ Սուրբ Հոգին ներգործում է իմ մեջ, որ ես գնամ այս բանն անեմ, որ հանկարծ մարմնի հարցերը լուծեմ, ու քանիսներս մարմնի հետ խնդիր ունենք, որ տեսնում ես մարմնավորությունը անընդհատ դուրս է պրծնում քո կյանքի մեջ, նորից գլխավոր տեղն է զբաղացնում, այն դեպքում, երբ որ դու հոգևոր ես ու հոգով պիտի վարվես, ու հետո հասկանում ես, որ Սուրբ Հոգու առաջնորդությունով է, որ մենք մարմնի գործերը սպանում ենք, որովհետև Գաղատացիս թղթի մեջ 5-րդ գլխի մեջ ասում է, հոգով գնանք, որ մարմնի գործերը չգործենք, հոգով վարվենք ու մարմնի գործերը չենք գործի, ու հասկանում ես, որ Սուրբ Հոգին այն անձն է, որով պետք է անընդհատ առաջնորդվենք մեր կյանքերի մեջ։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 26-րդ համարի մեջ մենք նորից բացահայտում ենք, որ Սուրբ Հոգու հաջորդ գործառույթը մեր կյանքերի մեջ ինչ է անում, Սուրբ Հոգին բարեխոսություն է բարձրացնում մեզ համար։ Այնպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթե անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Երբ որ ես մի տան մեջ բնակվում եմ, ես այդ տան ներսից տեսնում եմ խնդիրը, այդ տան խնդիրները տեսնում եմ եւ այդ տան ներսից կարամ տեսնելով այդ խնդիրներին լուծում տամ, բայց մի հարևան, որ դրսից նայում է իմ տանը, դժվարություն ունի հասկանալու իմ տան մեջ ինչ խնդիրներ կա։
Երբ որ Սուրբ Հոգին բնակվում է մեր ներսում, ինքը շատ ավելի պարզ է տեսնում այն իրավիճակը, որի մեջ կանք, այն կարիքները, որի մեջ մենք կանք։ Եվ երբ որ ես կարիք ունեմ որևէ բանի, ես հանկարծ սկսում եմ աղոտ քանել եւ գրված է անբարբար հառաչանքներով Սուրբ Հոգին մեզ համար բարեխոսություն է անում հորը։ Ու մենք բարեխոս ունենք մեզ համար։ Եթե որևէ քրիստոնյա բարեխոս քո համար չի աղոթում, լավ չի որ չի աղոթում, բայց անհույս չի մեր վիճակը, մենք բարեխոս ունենք մեզ համար Սուրբ Հոգին, որ անբարբար հառաչանքներով բարեխոսում է Աստծուն մեզ համար, եւ Հիսուս Քրիստոսին ունենք բարեխոս մեզ համար Աստծո աջ կողմում նստած, եւ դրա համար եկեք երբ որ որևէ բանի կարիք ունես, երբ որ տեսնում ես կյանքիդ մեջ ինչ որ բան այն չի, սկսի օտար լեզունով աղոթել, սկսի աղոթել եւ Աստված անբարբար հառաչանքների լսող Աստվածը կարող է պատասխան բերել մեր կյանքերի մեջ։ Հաջորդ ճշմարտությունը, որ հաջորդ գործառույթը, որ Սուրբ Հոգին անում է մեր կյանքերի մեջ, Հռոմեացիս 12-11 համարի մեջ կարդում ենք, որ հոգով բորբոքվում ենք Տիրոջը ծառայելու համար։ Ջանքի մեջ թույլ չլինեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք։ Եվ Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ մեր ջերմեռանդությունը նորոգողն է, մեր հոգու մեջ ազդեցություն բերելով, մեզ հոգու մեջ զորացնելով, մեզ Տիրոջ համար ծառայելու ընդունակ է դարձնում եւ ջերմեռանդ է դարձնում Աստծո հոգու համար։ Աստծո համար։ Կորինթացիս 2-10 համարի մեջ կարդում ենք, որ Սուրբ Հոգուց հայտնություններ ենք առնում։ Բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ քննում է։ Ինչ կա Աստծո սրտի մեջ։ Մեզ համար երբեմն գրավիչ է լինում, որ հանկարծ մի մարգարե մարդ լինի, մեզ մի քիչ բաներ ասի Աստծուց սրտից, մեզ պատմի մեր վիճակը, մեզ պատմի մեր ապագան, մեզ հայտնություն տա Աստծո վերաբերմունքի մասին, թե Աստված ինչ վերաբերմունք ունի մեր նկատմամբ, որովհետև ժամանակ առ ժամանակ մենք հայտնում ենք մի վիճակի մեջ, որ չգիտես Աստվածը մի քո մասին ինչ է մտածում։ Մտածում է անպետք մարդ եմ, թե մտածում է լավն եմ։ Մտածում է ինձանից հույս կա, թե ինչ է մտածում Աստված իմ մասին։ Հետո հասկանում ենք, որ Սուրբ Հոգին են անձն է, ով Աստծո սրտի մեջի բաները իմանալով մեզ հայտնում է Աստծո վերաբերմունքը։ Եվ մենք լավ է, որ մարգարե լինի մեր մեջ, բայց երբ որ Սուրբ Հոգու հետ մենք ունենք մտերմություն, Սուրբ Հոգին կարողանում է մեր հոգուն բացահայտել Աստծո սրտի մեջ եղածը, եւ մենք կարողանում ենք ճանաչել, որովհետեւ հայտնություններ առնելու մեր կարողությունը գալիս է Սուրբ Հոգուց, որովհետև Սուրբ Հոգին է մեզ հայտնի դարձնում այն ինչ որ հայտնի չի մեզ համար։ Երկրորդ գլխի նույն գրքի 10-րդ հարմարի մեջ մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգին սովորեցնում է մեզ, որն էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորացրած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորացածներով, որովհետև հոգևորների հետ համեմատելով։ Այս համարը բացահայտում է, որ Սուրբ Հոգին սովորացնել գիտի մեզ։ Եսայի մարգարեության մեջ ասում է, եւ քո ականջների հետևից ձայն կլսես, որ կասի սա է ճանապարհը, սրանով գնա։ Մենք չենք կարող մեր մասին ասենք, որ մենք կատարյալ կրթություն ունենք, բայց մենք շարունակում ենք կրթվել Աստծո հոգու կողմից։ Մենք շարունակում ենք սովորել Աստծո հոգուց եւ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ սովորացնի, որ ասի, այս բանը ճիշտ է, այս բանը սխալ է։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ լուսաբանի անգամ վարդապետական առումով, որ այս բանի մեջ զգուշավոր եղի, մյուս բանի մեջ համարձակ եղի, որ ճշմարտությունը սա է, որ Աստծո մասին, Հիսուս Քրիստոսի մասին, մեր կյանքի իրադարձությունների մասին Սուրբ Հոգին են անձն է, ով մեզ սովորեցնում է։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:12 համարի մեջ կարդում ենք, որ եթե մեկը սրբության կարիք ունի, Սուրբ Հոգին այն անձն է, որ եկել է մեզ սրբացնելու։
Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստվածանից շնորհակալ լինել ձեզ համար, Տերից սիրված եղբայրք, որ Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար, հոգու սրբության եւ ճշմարիտ հավատքի մեջ։ Արևմտահայերեն թարգմանությունն ասում է հոգու սրբացնելով, սրբացման եւ ճշմարիտ հավատքի մեջ։ Ինչ է սրբությունը առհասարակ։ Մենք մտածում ենք, որ սրբությունը դա մաքրությունն է, նաև մաքրությունն է, բայց սուրբ բառը հունարեն լեզվի մեջ նշանակում է զատված, առանձնացված լինել։ Եվ հետո հասկանում ես, որ փաստորեն սրբված լինելը նշանակում է զատված, առանձնացված լինել, որովհետև Տեր Հիսուսն էլ հանկարծ մի արտահայտություն արեց, ասավ հայրը սրբեց որդուն եւ ուղարկեց։ Ինչի մաքուր չէր, որ սրբեց եւ ուղարկեց, չէ մաքուր էր, պարզապես զատեց իր նպատակի համար եւ ուղարկեց երկիր։ Եվ հետո հասկանում ես, որ քո կյանքի մեջ դու ոնց որ թե շատ ես երկրավորի մեջ, այս մարմնավորի մեջ, աշխարհի մեջ, ասենց լուծված, ձուլված, ու հետո հասկանում ես, որ դու կարիք ունես Աստծո համար առանձնանալու որպես մի անոթ, որովհետև եթե անոթ կա, որ ամեն բանի մեջ օգտագործում են, այն ցեխոտ բաների մեջ էլ, ասենք կարող է մի հատ դանակ կա, համ դրանով չփորում ես, ասենք այն ծաղիկների տարմատները, դրանով այն կոշիկների տակի կեղտն ես մաքրում, հետո ասում ես չէ, այս ամանը, այս դանակը պետքա մաքուր լվացվի, մի հատ ժավելով լվանում ես, մի հատ մաքուր սափով լվանում ես, հետո առանձնացնում ես հատուկ բաների համար, հատուկ նշանակության համար։ Եթե մի բաժակ կա, որ օգտագործում ես համ կեղտոտ, համ մաքուր բաների համար, հետո ասում ես չէ, այս բաժակը պետքա հատուկ մաքրվի եւ դրվի որպես տեսարան, այն բարձր տեղի մեջ պետքա դրվի։ Եվ սրա նշանակությունը սա մեր կյանքերի մեջ, երբ որ մենք աշխարհի հետ խառնվում ենք, աշխարհի հետ լուծվում ենք, հետո հասկանում ես, որ Սուրբ Հոգին են անձնա, ով կարա քեզ զատի Աստծո համար։ Սուրբ Հոգին են անձնա, որ կարա քեզ առանձնացնի Աստծո համար եւ Աստծո կողմից մատչելի դարձնի ամեն բարի գործի համար պատրաստված։ Որովհետեւ Տիմոթեոսի թղթի մեջ Տիմոթեոսին ուղված նամակում Պողոս առաքյալն ասում է. «Այն մարդը, ով իրան կմաքրի ամենախտերից Աստծո համար առանձնացված, զատված մի հատ անոթ կդառնա ամեն բարի գործի համար պատրաստված»։ Եվ հետո այս համարի հետ երբ որ համադրում ենք, հասկանում ենք, որ Սուրբ Հոգու ձեռքով մենք մեզ կարող ենք առանձնացնել Աստծո համար։ Սուրբ Հոգին են անձնա, ով մեզ զատում է Աստծո համար, մատչելի է դարձնում ամեն բարի գործի համար պատրաստված։ Գրեթե վերջացնում եմ, մի 7-8 մեջ բերում մնաց, որ անեմ Սուրբ Հոգու գործառույթներից եւ հաջորդը սա է։ Կորինթացիս 12:11 համարի մեջ կարդում եմ, որ Հոգին ներգործում է մեր մեջ պարգևները։ Երևի մենք մեզ անարժան ենք համարում Սուրբ Հոգու պարգևների համար, որ մտածում ենք, եթե Սուրբ Հոգու պարգևները, այդ հրաշալի պարգևները, օրինակ հրաշագործության պարգև, բժշկությունների պարգև, հավատքի պարգև, լեզուների թարգմանության պարգև, իմաստության պարգև, մարգարեության պարգև, այս պարգևները, որ նայում ես, ասում ես, ես երևի անարժան եմ, որ այս պարգևներն իմ կյանքի մեջ գործեն, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ամեն մեկին տալիս է, բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է։ Ով է կամենում, Հոգին է կամենում։ Ով է բաժանում, Հոգին է բաժանում ամեն մեկին։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, մեր արժանինքները չի, որ Աստված մեզ կարա ինչ-որ բան տա կամ չտա, այդ իրա կամենալով եւ իրա վստահությունն է, եւ ինքը եթե մեզ վերստին ծնունդ տվել է, արդեն մենք արժանի ենք Աստծո Հոգու կողմից պարգևներ ընդունելու։ Եվ ուզում եմ քաջալերեմ, որ նախանձավոր լինենք, որովհետև այս նույն գրքի մեջ Պողոս առաքյալը քաջալերում է եւ ասում է նախանձավոր եղեք հոգեվոր պարգևներին, մանավանդ մարգարեություն անելուն։ Եվ ուզում եմ քաջալերեմ, որ մենք չսահմանափակվենք մեր բնականով։ Ինչի Աստված կարող է ուզում է քեզ հրաշագործության պարգև տա։ Իմիջիալոց հրաշագործության պարգևը դա տարբեր է բժշկության պարգևներից։ Հրաշքներ, ինչ հրաշքներ գիտես, որ Տեր Հիսուսն անում էր։
որ հանկարծ կարար ձկան բերանից դրամը հաներ ու Պետրոսը գնար վերցներ, ձկան բերանից դրամը հաներ 100 տար։ Եթե որևէ ֆինանսական կարիք կա, հրաշքի կարիք կա, Աստված կարող է հրաշագործության պարգևի միջոցով քեզ օգտագործի շատերի կարիքները լուծելու, որ սկսես մարգարյանալ, սկսես խոսել, սկսես աղոթել եւ հրաշագործությունը հրճակես եւ այս մարդու կյանքի մեջ ֆինանսական ոլորտում լուծում կա, որ եթե որևէ մեկը ինչ որ խնդիր ունի, ինչ որ հարցի հետ կապված հրաշագործություններ կատարվեն։ Մենք պատմության ընթացքում արթնություններից գիտենք, որ հանկարծ երբ որ երկինքը սևակնելա, սկսելա խոսացել են հրաշքը տեղի ունեցել, երկինքը պատրվել է, բացվել է եւ եղանակը կարգավորվել է։ Տարբեր հարցերի մեջ, երբ որ մենք կարիք ունենք պարգևների գործածման։ Մենք հոգեգալստական եկեղեցի ենք։ Հուսով եմ նորություն չեմ ասում։ Մենք հոգեգալուստը ընդունած եկեղեցի ենք եւ եկեղեցին պիտի հոգու պարգևներով ապրի եւ գործի եւ մենք պիտի նախանձավոր լինենք, մենք պիտի չհամակերպվենք պարգևների չգործելուն, այլ մենք պիտի նախանձավոր լինենք, որպեսզի Աստծուց պարգևներ ընդունենք։ Գուցե Աստված ուզում է քեզ իմաստության պարգև տա, որ երբ որ մեկը ինչ որ խնդիր ունի, դու գնաս Աստծուց իմաստությունով իրան այս խորհուրդ տաս եւ Աստծու խորհուրդը տաս իրան։ Երբ որ մեկը իր կյանքի մեջ հանկարծ տեսնում ես, որ ծուռումուռ ճամփեքով է գնաս Աստծուց իմաստություն խոսաս։ Մեկի կյանքի մեջ, երբ որ իրավիճակներ կան, որ ինքը չգիտի ոնց կարգավորի, ոնց ընթացքի մեջ գցի, դու գնաս Աստծուց իմաստություն խոսաս։ Եվ Աստված կարող է քեզ օգտագործել պարգևով ուրիշների շահի համար։ Նորից պիտի խոսենք բժշկությունների պարգևների մասին, որ Աստված գուցե ուզում է քեզ պարգև տա, որպեսզի դու միջոց լինես, որպեսզի Աստծու բժշկությունը հոսի մարդկանց կյանքերի մեջ։ Ինչի, որտեղ դու գուցե տեսել ես, որ քո կյանքի մեջ հարազատ ա եղել, որ հիվանդ ա եղել ու բժշկություն չի գտել, ուսակու մեջ նախանձավորություն առաջացնի, որպեսզի դու նախանձավոր լինես հոգևոր պարգևներին եւ այդ պարգևը քո կյանքի միջոցով սկսի գործել։ Երկրորդ Կորինթացիս 3 գլուխ 17-րդ համարի մեջ կարդում ենք, որ Սուրբ Հոգին մեր կյանքերին ազատություն պարգևողն է, որտեղ Տերն է Հոգին, որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։ Չկա կապանք, չկա որևէ ճնշում, չկա որևէ դիվական ազդեցություն, որտեղ Աստծու Հոգին կա։ Ու երբ որ դու դիվական ճնշումների ազդեցությունների ներքո ես, համարձակ եղի Աստծու Հոգու մոտ մտերմության գնալու, Աստծու Հոգու համար բացվելու, որպեսզի Աստծու Հոգին ամեն կապանք փշրի, ամեն դիվական ճնշում եւ ազդեցություն խորտակի, որովհետեւ Եսայի մարգարեության մեջ ասում է. «Եվ թշնամին հեղեղի պես պիտի գա, բայց Տիրոջ Հոգին հակառակ պիտի կանգնի նրան, Տիրոջ Հոգին պիտի կոտրի եւ ասում է օծության շատանալու պատճառով լուծը պիտի կոտրվի»։ Եվ մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին ամեն կապանք փշրողն է, ամեն դիվական ճնշումներից ազատություն պարգևողն է։ Երրորդ գլուխ, նույն երրորդ գլխի 18-րդ համարի մեջ ասում է. «Փառքից փառք է տանում Տիրոջ Հոգին»։ Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նման կերպանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց։ Ինչ անում Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ։ Լույս է բերում մեր աչքերին։ Ու երբ որ լույսը բերում է աչքերիդ, դու սկսում ես Տիրոջ փառքը տեսնել։ Ու երբ որ Տիրոջ փառքը տեսնում ես, սկսում ես այդ փառքի պես նորոգվել։ Դու չգիտես ինչա կյանքիդ մեջ տեղի ունեն, հանկարծ տենում ես, որ Տիրոջ շնորհը սկսում է տարածվել հոգուդ մեջ։ Հանկարծ տեսնում ես, որ երբ որ դու հասել ես Տիրոջ նկարագրի գիտակցության որևէ մակարդակի, այս նկարագիրը, երբ որ Սուրբ Հոգին փոխում է ու սկսում ես ավելի փառավոր տեսնել Աստծուն, դու սկսում ես այդ փառքի համեմատ ապրել ու վարվել։ Քո կյանքը փոխվում է, երբ որ Սուրբ Հոգին մեր աչքերը լուսավորում է եւ մեզ Աստծուն նկարագիրը տալիս է, Աստծուն լուսավորում է մեր աչքերի առաջ, Աստծու փառքն է նկարագրում, այս ժամանակ մեր կյանքն էլ նորոգվում է այս փառքի համեմատ, որպես թե Տիրոջ Հոգուց։ Գաղատացիս 5-րդ գլուխ 5-րդ համարի մեջ ասում է, որ հոգով սպասում ենք արդարության հույսին, որովհետև մենք հոգով հավատքիցն ենք սպասում արդարության հույսին։
քանիսներս ենք ակտիվ սպասում Տեր Հիսուսի գալստյանը։ Թե արդեն այնքան կենցաղային հարցերի մեջ թաթախվել ենք, որ տենց հատուկ չենք էլ սպասում, որ Տերը պետքա գա, ոնց որ թե ավելի շուտ սպասում ենք, երբ պետքա մեռնենք, քան թե երբ պետքա Տերը գա։ Տերը գալու է։ Տեր Հիսուսը խոստացել է գալու է իր սուրբերի հետևից։ Օթերի մեջ պիտի դիմավորենք Տեր Հիսուսին։ Մեր ուժ աղբերը ասում էր, ես չեմ մեռնելու, ես օթերի մեջ Տեր Հիսուսին դիմավորելու եմ։ Մենք պետք է այս հույսը մեր սրտերի մեջ պահենք։ Եվ ասում է, այս հույսը ոնց պահենք մեր սրտի մեջ, հոգով սպասում ենք արդարության հույսին։ Հոգով սպասում ենք։ Սուրբ Հոգին են անձնա, ով այդ սպասումը մեր սրտերի մեջ ուզում է թարմացնի, բայց մենք արդյոք համաձայն ենք, որ Սուրբ Հոգով այդ հույսը մեր սրտերի մեջ պահենք, թե մենք այդ հույսը մեր ձեռից տալիս ենք, որովհետև երբ որ մենք այդ հույսը մեր ձեռից տալիս ենք, մենք սկսում ենք երկրավորի հետ կապվել եւ երկրավորն է մեզ համար արժեք դառնում եւ ոչ թե հավիտենականը, բայց Սուրբ Հոգին են անձնա, ով եկել է մեր սրտերի մեջ այս հույսը թարմ պահելու, որ պիտի հանդիպենք Տիրոջը, որ երկնքի դարպասների մոտ պիտի մեր Տիրոջ գրքի մեջ գրկախառնվենք ու փարվենք մեր Տիրոջը, որովհետև մեր Տերը մեզ սիրեց, իր անձը մեզ համար զոհեց եւ սպասում է մեզ հավիտենականության մեջ։ Իսկ Տերը չի ուզում, որ մենք մեր բաժին դժոխքի մեջ լինի։ Տերն ուզում է երկնքում մեզ փարվի, մեզ ընդունի երկնքի թակավորության մեջ։ Եվ Սուրբ Հոգին այս հույսը անընդհատ ուզում է մեր սրտերի մեջ թարմացնի, որ մենք Տիրոջը պիտի հանդիպենք երկնքի թակավորության մեջ, որ Տիրոջ գրքի մեջ պետքա գրկախառնվենք եւ նրա հետ հավիտյան ապրենք։ Եվ Սուրբ Հոգին ուզում է այս հույսը մեր սրտերի մեջ թարմ պահի։ Բռնի պինդ բռնի Սուրբ Հոգու թարմացումը եւ Տերը կառաջնորդի մեզ դեպի հավիտենական թագավորություն։ Զաքարիայի մարգարեության մեջ 4-րդ գլխի 6-րդ համարի մեջ Զաքարյան, որ տեսնում էր տարբեր իրավիճակներ, տարբեր մարտահրավերներ, հանկարծ հասկանում է, որ մարդկային ուժը բավարար չի։ Եվ նա պատասխանեց եւ ինձ ասեց, հրեշտակը պատասխանում է եւ ասում է, սա Տիրոջ խոսքն է, ով Զորաբաբել, ասելով, ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով, ասում է Զորաստերը։ Մենք այնքան շատ երբեմն մեր հույսը դնում ենք մեր ուժի վրա, մեր ջանքի վրա, մեր կարողության վրա, մեր էներգիայի վրա, մեր հնարամտության վրա, բայց Աստված ասում է քու հոգով, իմ հոգով, ոչ թե քու ջանքով, ոչ թե քու էներգիայով, ոչ թե քու այդ կարողությունով, այլ իմ հոգով, որովհետև հարցեր կա, որ մենք տեսնում ենք, որ մեր հույսը դրել ենք մեր ջանքի վրա, մեր զորության վրա, մեր իմաստության վրա, բայց Տերն ասում է, ոչ թե քու ուժով, ոչ թե քու զորությունով, ոչ թե քու ճարպկությունով, այլ իմ հոգով, ասում է Տերը։ Եվ վերջի մարգարեությունը, որ ուզում եմ կարդամ Հովելի մարգարեության 2-րդ գլուխ 28-29 համարներն եմ ուզում կարդամ։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա եւ պիտի մարգարենան ձեր տղերքն ու ձեր աղջիկները, ձեր ծերերները երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ծառաներին ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։ Հոգեգալուստը տեղի ունեցավ։ Եվ հոգեգալստից հետո Աստծո հոգին հեղվեց մարդկության վրա եւ ամեն մարմին, որը պատրաստ է ընդունելու Տեր Հիսուսի խոստումի Սուրբ Հոգուն, այդ մարդկանց կյանքերի մեջ հասանելի է Սուրբ Հոգին։ Մենք հավատացել ենք Հիսուս Քրիստոսին, մենք վերստին ծնունդ ունենք եւ սրա պատճառով մեր կյանքի մեջ այդ հիմքը, այդ պլատֆորմը կա, որտեղ կարա այչքանի Աստծո Հոգին։ Եվ հետեւաբար ուզում եմ քեզ ասեմ, Աստված ուզում է, որպես իր հոգին հեղի իմ ու քու վրա։ Աստված ուզում է, ով է ավելի շատ ուզում, մենք ենք ավելի շատ ուզում, թե Աստված ավելի շատ ուզում։ Աստված շատ ավելին է ուզում, քան մենք ենք ուզում, եւ սա մեզ սրտերի մեջ վստահություն է առաջացնում, որ Աստված կամենում է մեր վրա հեղել իր հոգին, որպեսզի մենք գերբնականի մաս կազմենք, որպեսզի Աստվածային թագավորությունը, գերբնական թագավորությունը սկսի հեղվել մեր կյանքերի մեջ եւ մեր կյանքերի միջոցով։ Տեր Հիսուսն ասավ, որ երկնքի թագավորությունը սահմանափակված չի լինի, երկնքի թագավորությունը երկրի վրա կգա, մեր կյանքերի մեջ կգա։ Եվ Աստծո փափագը սա է, որպես իր թագավորությունը մենք տարածենք երկրի վրա։ Ոնց տարածենք Աստծո հոգու միջոցով, որը Աստծո
թագավորության ներկայացուցիչը եւ մատակարարն է մեր կյանքերի մեջ։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի գերբնականը Աստծո թագավորությունը նյութեղացնի երկրի վրա մեր կյանքերի մեջ եւ մեր կյանքերի միջոցով եւ հետեւաբար մեզանից ամեն մեկի համար Աստծո կամքը սա որ մենք լցվենք Սուրբ Հոգով այն ժամանակ երբ որ առաքյալները մի իրավիճակի հայտնվեցին որ իրանց հալածում էին ավետարանի համար իրանց բռնեցին ծեծեցին հետո բաց թողեցին հարցաքննելուց հետո իրանք գնացին Աստծո առաջ ծնկի եկան ու սկսեցին աղոթք անել ասեցին Տեր մեզ համարձակություն տուր որպեսզի ավետարանը վկայենք Ինչ արեց Աստված Սուրբ Հոգով լցրեց, որպեսզի նրանք Աստծո թագավորության վկաներ լինեն, տարածող լինեն երկրի վրա։ Աստված ուզում է, որպեսզի մենք իր թագավորության դեսպանները եւ վկաները լինենք, որ երբ որ մենք քայլենք երկրի վրա, դիվական աշխարհն էլ տենա, ֆիզիկական աշխարհն էլ տենա, որ սա Աստծո ներկայացուցիչն է քալում երկիրը։ Եվ ոնց կլինի դա, երբ որ մենք Սուրբ Հոգով լցված կլինենք, մենք Աստծո թագավորության զորությունով եւ պարգևներով լցված կլինենք, երբ որ մենք կքայլենք, մարդիկ կտեսնեն, որ սա Աստծո թագավորության ներկայացուցիչն է քայլում երկրի վրա։ Եվ Աստված ուզում է, որպեսզի մենք ներկայացնենք իրան եւ իր թագավորությունը երկրի վրա։ Եվ ոնց պիտի լինի դա, Սուրբ Հոգով լցվելու միջոցով պիտի լինի։ Եվ եկեք կանգնենք աղոթքի եւ աղերս բարձրացնենք, աղոթք բարձրացնենք Աստծուն, որպեսզի Աստված լցնի մեզ Սուրբ Հոգով, որտեղ մենք իսկապես դրա կարիքն ունենք։